Տիզիան համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Դուք հայցերի մասով ասում էիք, որ պետք է հայցերը փոխադարձաբար հետ կանչվեն եւ պետք է այնպես լինի, որ հետո կողմերը այդ հարցերը չդարձնեն էսկալացիայի առիթ միմյանց նկատմամբ։ Այս հարցը ինչպես է կարգավորվել այդ կետով։ Ես կարծում եմ, որ այդ հարցը կարգավորվել է։ Բովանդակային առումով ինչ երաշխիքներ եք ստացել, որ Բաքուն օրինակ Գիտեք, ես հիմա չեմ ուզում շատ այդքան նյուանսների մեջ։ Բայց երաշխիքներ ստացել եք։ Տեսեք, գիտեք, երաշխիքը շատ տենց բան բառը շատ թվում է թե հասկանալի, բայց շատ դեպքերում անհասկանալի։ Ես ասում եմ, որ իրականում, տեսեք, այդ տեքստերը իրականում չեն մնացել ստատիկ նույնը։ Այսինքն այդ տեքստերը որոշակի էվոլյուցիա են ապրել եւ այդ էվոլյուցիան, որ այդ տեքստերը ապրել են մեր ցանկացած լավագույն տարբերակով չեն, բայց մենք այդ էվոլյուցիան գնահատել ենք, որ այնպիսին է ձեր նշած հոդվածների համատեքստում, որ կարող է ընդունելի լինել մեզ համար։ Եվ պարոն վարչապետ, երկու հիմա խոսվում է այդ հայցերի փաստորեն կետը համաձայնեցվել է, բայց այսօր Բաքուն արդեն այս հայտարարությանը զուգահեռ խոսում էր Հայաստանի դեմ նոր հայցեր ներկայացնելու հեռանկարի մասին։ Դեռ չկնքված պայմանագիրը, որը ինչպես հայտարարվեց համաձայնեցված է, Բաքուն արդեն այս ռետորաբանությամբ է հանդես գալիս։ Սա ինչպես է գնահատում դուք։ Արդյոք սա խոսում է ձեր գնահատականն է Բաքվի այս հայտարարությանը։ Գիտեք, եթե կարելի է, ես չմեկնաբանեմ Բաքվի այն հայտարարությունը, որ ես անձամբ չեմ կարդացել, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ կարող են ամենայն հարգանքով երրորդ անձանց միջոցով փոխանցված տեքստերը ճշգրիտ չլինել, ես կծանոթանամ։ Պարոն վարչապետ, դա է խնդիրը, փոխադարձություն կա այս հարցում, օրինակ հայցից մենք հրաժարվում ենք, իրենք էլ են հրաժարվում։ Եվ նաև տնտեսականին էլ է։ Ես ուրիշ բայց բան էի հարցնում, պարոն վարչապետ, ես հետագայի մասին էի հարցնում։ Ներողություն եմ խնդրում, եթե կա։ Ես էլի ձեր հարցինի պատասխան ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որ վերաբերվում է միայն Հայաստանին կամ վերաբերվում է միայն Ադրբեջանին։ Բոլոր դրույթները առանց բացառության հավասարապես վերաբերվում են թե Հայաստանին եւ թե Ադրբեջանին։ Շնորհակալություն։ Նաեւ ազատամարտի մասնակիցներին էին պահանջում ադրբեջանական ժամկետում եք հնարավոր համարել։ Ես չեմ կարող հիմա ժամկետներ ասել եւ արդեն ասացինք, որ մենք պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները այդ ժամկետների եւ տեղի վերաբերյալ։ Ադրբեջանն էլ որոշ ձևակերպումներով ասեց, որ երկկողմ մակարդակում պատրաստ են հետագա հարցերի քննարկումները քննարկենք եւ քննարկման ընթացքում քննարկման արդյունքների մասին իհարկե հանրությունը կտեղեկացնի։ Կարող եք մի հարց էլ տալ Հայաստանում դուք ասում եք տեքստի կետերին ծանոթ են ըստ էության քաղաքացիները։ Այս ընթացքում Բաքուն պարբերաբար նաև խոսել է ռևանշիզմի մասին։ Այսպիսի դրույթ կա համաձայնագրում, գուցե ձևակերպումը մի փոքր այլ կամ ուրիշ է, որ կենթադրի օրինակ ռևանշիզմի բացառու կամ չգիտեմ, այս տեսակ ինչ որ մի բան պայմանագրում կա համաձայնեցված։ Պայմանագրում համաձայնեցված դրույթ կա, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, բայց դա նշանակում է, որ խաղաղության տրամաբանությանը հակասող գործողություններ պետքա տեղի չունենան։ Օրինակ հայտարարում են, որ Հայաստան Ադրբեջան Ադրբեջան։ Դե հենց այդ եմ ասում, դա պետքա տեղի չունենա։ Դա գրած է, որ Ադրբեջանում էլ չեն ասելու Հայաստանի Հանրապետության։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը արևմտյան Ադրբեջան։ Ես գիտեք, ուրեմն ինչպես նախկինում ասել եմ, ուրեմն Հայաստան խաղաղության համաձայնագրում համաձայնեցված այդ թվում այդ դրույթ կա, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ եւ ապագայում էլ նման պահանջներ առաջ չեն քաշելու։ Սա այն է, ինչի մասին մենք նախկինում հայտարարել ենք եւ դեռևս 2000, այսինքն նախկինում հայտարարել ենք այդ դրույթների համաձայնեցված լինելու մասին։ Շնորհակալ եմ։